Ողջույն, իմ հյուրն է արցախցի քաղաքական գործիչ Արտուր Օսիպյանը։ Բարև ձեզ Արտուր, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավիրելու համար։ Հիշեցնենք, որ Արտուրը մոտ 2 ամիս առաջ տեղի ունեցած միջադեպից, բանավեճից հետո հայտնվել է կալանքի մեջ, այնտեղ հացադուլ է հայտարարել եւ մոտ 1 ամիս առաջ կալանքից ազատ է արձակվել։ Արտուր, ինչպես է առողջությունդ, ինչպես ես հիմա քեզ զգում։ Առողջությունս վերականգնվում է, այդպես լուրջ խնդիրներ չկան եւ վերականգնման process-ի մեջ ենք, բայց ինձ նորմալ եմ զգում։ Ճիշտ է, որ հացադուլի process-ը այդքան դժվար չի, որքան հացադուլից դուրս գալը։ Միանշանակ, հացադուլի ժամանակ որևիցե խնդրեմ ես ինձ վրա չեմ զգացել, էներգիաս էլ էր տեղը, բայց դուրս գալը հոգեբանական առումով ավելի ծանր է տանել, քան հենց հացադուլը։ Վերադառնանք ձերբակալության օրվան։ Հիշում եք ինչպես են ձերբակալել, ապա ակտիվացրել սոցիալական ցանցերը, կարող եք քայլ առ քայլ պատմել։ Ձերբակալել են, այդ ինչ որ ձերբակալել են, ձերբակալության process-ը բերման ենթարկելու process-ը ավելի ճիշտ նկարահանված է սա։ Ձերբակալման հիմքը մի ոստիկանի այն ժամանակ բաների այդ վկայության հիմքի վրա էր, հետո պարզվեց, որ ապրիլ ամսվանից ին վրա քրեական գործ կա հարուցված, որի մասին ես տեղեկացվել եմ մայիսի 20-20-ին։ Եվ տենց միանգամից 3 հատ հոդվածով արդեն կալանք են տարել, դե մնացածը այն ինչ որ կատարվում էր, ես հետո կալանքից հետո եմ տեղեկացված եղել, թե ինչ արձագանք ու պայքար էր այդ խոսքի ազատության համար, եւ սա իրականում ողջունելի է այն առումով, որ Հայաստանում կա քաղաքացիական հասարակություն եւ շատ լավ տարբերում են քաղաքական քաղբանդարկյալներին եւ հանցագործներին, որոնք որ հաճախ էլ իրանց քաղբանդարկյալ են հայտարարում, այս առումով դա հենց հաճելի երևույթ էր։ Հիշեցնենք 3 հոդվածով են, չէ՞, մեղադրանք առաջադրել խուլիգանություն, քարոզչությունը խոչընդոտելու համար եւ երրորդը բռնության սպառնալիքի համար բաներ։ Այդ բոմբոլնեն սպառնալիք համարեցին եւ որոշեցին, որ դրա համար պետք է, բայց իրականում ասեմ, որ դա հենց կալանքի վերաբերյալ դատականիստի ժամանակ մեղադրող կողմը քննիչը անկեղծ ասեց ինչների պատճառը, ասեց մոտեցել է վարչապետին տվել ոչ հաճո հարցեր։ Իրականում միակ էլ են դա ման հայտարարել, արտահայտել այդ բանը եւ սա այս առումով համաձայն եմ այդ մեղադրանքի հետ, բայց ինչքանով է դա օրենքի խախտում, սա արդեն կասկածներ է առաջանում, որտեղ կա օրենքի խախտում, բայց դե համենայն դեպս թողենք դատական ընթացքը, դատական գործարքն ընթացքի մեջ է, երեք եղել առաջի դատական նիստը նախնական։ Դե տեսնենք։ Դատական նիստին իմիջիայլոց ես բան եմ արել, որ խնդրել եմ դատարանին, դիմել եմ դատարանին, որ թռչնաբուծության մասնագետներ հրավիրեն, որպեսզի փորձագիտական կարծիք տան, թե ինչքանով է բոմբոլներին օդ հանելը կարելի դասել ծանր հանցագործությունների շարքին։ Դե չգիտեմ, կհրավիրեն, չեն հրավիրի, բայց իմ կարծիքով առանց դրան դատական նիստը, դատական process-ը արդար համարել դժվար կլինի։ Դուք պահանջ եք դրել, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի ձեզ փախած անվանելու, ինչպես նաև արցախցիներին փախած անվանելու համար։ Իրականում տպավորություն է ստեղծվում, որ պատրաստ եք մինչև վերջ գնալ, իսկ ո՞րն էր այդ սահմանը, որից հետո կարող եք փոխել ձեր որոշումը։ Չէ, ոչ թե տպավորություն է ստեղծում, դա այդպես էլ կա, բայց դες կներես այգա մի քիչ։ Դա այդպես էլ կա, բայց չխառնենք, հա։ Ուրեմն իմ հայցադիմումն է քաղաքացիական հայցով դատարան, որպեսզի ներողություն խնդրի։ Եվ մյուս դատական գործընթացը դա հենց այն է, ինչի համար որ ձերբակալել են, կալանք են կալանավորել եւ այլն։ Այդ երկրորդը, որ ասում ես, այո, հայցադիմումը ներկայացված է դատարան եւ սպասում ենք դատարանի որոշմանը, որ երբ է սկսվելու դատական նիստը եւ իմ պահանջս անփոփոխ է, Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի այդ բարերի համար, թալանչի, փախած անվանելու համար։ Բնականաբար, եթե ինքը չի կարող ոչ մի բան ապացուցի, ճիշտ հակառակը կապացուցվի, դե տեսնենք դատարանը ինչ որոշում է կայացնել, մինչև հիմա դեռ որոշում չեն կայացրել վարույթ նախաձեռնելու մասին, թե չէ մտածում են, իմ կարծիքով պետք է երկար մտածեն, ինչ որ մի բան փորձեն անեն, որպեսզի
մերժեն, բայց դե դառնելու է լրիվ անօրինական եւ դա համապատասխան արդեն մտածելու ենք մեր քայլերի մասին, թե մենք ինչ ենք անում։ Նկատի ունեմ, որ հացադուլը հայտարարել է այն պահանջով, որ ներողություն խնդրի Նիկոլ Հացադուլը այդ պահանջով, քանի որ ես եղել եմ կալանքի մեջ, այլ հնարավորություն չի եղել պայքարելու, բնականաբար եթե ես դրսը մնայի, հացադուլ չէի հայտարարելու, մեկին 10 պատասխան էի տալու, իմս ապացուցեի ու ապացուցեի, որ հենց ինքն է այդ ինչում ինձ մեղադրում են, ինքն է մեղավոր, դա իր մեղքերն է, ուղղակի գցմային վրա, բայց կալանքի դեպքում այլ տարբերակ չի եղել, ու երբ որ ես խափամմիջոցս փոխվել է, դա պատճառներից մեկն է հացադուլից դուրս գալիս, իսկ երկրորդը կարևոր պատճառն է, որ փաստորեն Հայաստանում քաղաքացիական հասարակությունը շատ մարդիկ արել են այն ինչ որ ես պետք է անեի, պետք է ես թույլ չտայի որպեսզի Նիկոլ Փաշինյանը ոտնահարեր իմ ինքնասերությունից, բայց այդ մարդիկ են այդ գործը արել։ Դրա համար այդ երկու պատճառը հիմնական պատճառներն են, թե ինչի եմ ես հացադուլից դուրս եկել, բայց պայքարը շարունակվում է։ Չէ, կալանքը բարձ է, խափամամիջոցը փոխվել է եւ դուք կալանքի մեջ եք։ Նկատի ունեմ, դուք հացադուլի մեջ եք եղել 20 օր, չէ՞։ 24 օր։ Այսինքն եթե չփոխվեր կալանքը, միջև որն էր այդ սահմանը, որ պատրաստ։ Սահման չկար, ես չէի պատրաստում դուրս գալ հացադուլից։ Չէի պատրաստում։ Եվ միգուցե հենց նա է եղել նաև պատճառը, որ իրանք հափամամիջոցը փոխել են, որովհետև իրանք էլ են զգացել, որ հացադուլից դուրս եկողը չէ։ Ու նույնիսկ ով չեմ, դե քանի որ հիմա չեմ ուզում ապագորգոր տենց բաներ ինչ որ դրամատիկ ներկայացնել, բայց տենց ա եղել իմ տենց է մտադրված, ինչքան ուժ ունեմ դեր գնամ ջրի հետևից գամ, սենց ասեմ, հացադուլ, եթե արդեն ուժերը սպառվի, ուրեմն ջրադուլ, տենց շարունակում ենք մինչև վերջ։ Այդ էր պայմանը, ես այլ պայմաններ հացադուլից դուրս գալու չեմ դրել։ Ձեր փաստաբանի միջոցով հայտարարել եք, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ինձ թունավորել կալանքի մեջ, որտեղից ձեզ այդ համոզումը։ Համոզումը չի, ասելիքս գիտես ինչու՞մն է, որ ամեն ինչ էլ սպասում եմ, ինչու, որովհետև այն մեղադրանքները, որ ես ներկայացրել եմ, դա անվիճելի մեղադրանք է, միանշանակ հաստատված է իր մեղքերը, եւ որ իր քաղաքականության ջարդն է տալիս, իր համար դա քաղաքական մահ է, եթե ժողովրդին հասանելի լինի եւ ժողովուրդն էլ համոզվեն, տեսնեն, որ իրոք Նիկոլ Փաշինյանը միլիարդներով սնել է այն նույն գեներալներին, ում որ ինքը փախած է անվանում, միլիարդներով եւ սրա փաստերը կան եւ գործեր կան հարուցած, ու միջև այսօր ոչ մեկ ոչ մի օր նստել է, ոչ էլ մի կոպեկ փող է վերադարձրել բյուջե։ Եվ այստեղ հարցեր կան։ Այդ միլիարդները, որ խոսքը գնում է խոշոր թվերի մասին, որոշ հաշվարկներով միջև $5 միլիարդ է հասնում, ուրեմն փաստորեն բաժանել ես Արցախի այսպես կոչված վերնախավին եւ այն գեներալներին, ովքեր որ 20 թվի Նիկոլի հրամանով Արայիկին դարձրեցին նախագահ, աջակցեցին Արայիկին, որպեսզի դառնա նախագահ։ Այդ միլիարդները իրանց ձեռը, դու այդ փողերը հետ չես բերում, դու գնում ես միջազգային բանկերից վարկ ես վերցնում, իբր թամ թե արցախցիների հարցերի լուծելու համար, բեռը գցում Հայաստանի Հանրապետության հարկատուի վրա։ Ինչու՞։ Պարզ հարց։ Դրանից մենք անպայման կխոսենք, սա երևի պետք է սկզբում հարցնեի, շատերը ձեզ չէին ճանաչում, բացի նրանից, որ քաղաքական գործիչ եք, մի փոքր խնդրում եմ պատմեք ձեր մասին, որտեղ եք սովորել, որտեղ եք դասավանդել, ով է Արտուր Օսիպյանը։ Ես ուրեմն դպրոցից հետո ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի կիրառական ֆակուլտետը, 2 տարուց հետո ծառայել եմ 2 տարով որպես զորակոչ բանակում, հետո շարունակել ուսումս Երևանում, ավարտել բակալավրիատը նույն ֆակուլտետում, մագիստրատուրան նույն ֆակուլտետում, հետո ասպիրանտուրան ավարտել եմ ՄԳՈ-ում, 3 տարի էլ ՄԳՈ-ում սովորել, ու դրանից հետո հետ եկել Ստեփանակերտ, Ղարաբաղ։ Եվ այդ վտանգները, որ արդեն զգում էի Ղարաբաղում, արդեն 14 թվից դիվերսաններ եւ այլն, հա, այդ պատերազմի վտանգը կար, դա հիմնական պատճառն է, որը ինձ պահել է Ղարաբաղում։ Ու երբ որ փորձել եմ ինչ որ ձևի օգտակար լինեմ երկրին, տեսել եմ, որ դիմադրություն կա ու դիմադրություն կա հենց իշխանության կողմից ու ելնելով իրենց ազնական շահերից։ Դա ինձ դրդել է, որ ես արդեն մտնեմ քաղաքականության մեջ, դե ճիշտն ասած գիտեք ինչ է, դաժե նույնիսկ քաղաքական գործիչ համարել ինձ այնքան էլ ճշգրիտ չի, ինչու, որովհետև ես մտել եմ պայքարի մեջ միանգամից իշխանության դեմ։ Եվ իմ նպատակը հեղափոխությունն էր։ Ինձ ավելի միգուցե ավելի ճիշտ է հեղափոխական գործիչ, քան քաղաքական գործիչ
անվանել ու առաջի օրվանից հենց Սերժ Սարգսյանի Ռոբերտ Քոչարյանի իշխանության դեմ։ Այն ժամանակ դեռ հələ այստեղ հեղափոխություն չկար, այնտեղ պայքարողներից մեկն էի ես այդ համակարգի դեմ, դե այն ժամանակ շատ դժվար էր, որովհետև էլի ԱԱԾ, ոստիկանություն, Շուշիի գաղութ, դատախազություն, շատ լավ գիտես Ղարաբաղ կարգը ոնց էր դրած, այնտեղ շատ ավելի դժվար էր, որովհետև փակ էր համակարգը։ Ոչ մի անկախ լրատվամիջոց, շատ դժվար էր, էլ չեմ ասում միջազգային կազմակերպությունների կարող էր դիմել, դեսպանատներ չկան եւ տենց փակ համակարգ էր, շատ դժվար էր դա անել, բայց ամենայն դեպս ես կարող եմ դասել այն մարդկանց շարքերին, ովքեր որ կանգ չեն առել եւ փորձել են ամեն կերպ պայքարել, կանգնեցնել այդ անարդարությունը, հետո որ ստեղ տեղի ունեցավ հեղափոխություն, Սերժը չկար արդեն, այնտեղ մեր հնարավորություններն էլ լայնացավ եւ մենք էլ ինքնակազմակերպվեցինք, երբեք չենք դիմել ստեղի իշխանություններին, որ մեզ օգնեն աջակցեն, մեզ պետք էլ չէր այդ աջակցությունը, մեզ ուղղակի բավական էր, որ Սերժը չկար, այն մնացածի այնտեղ ջարդը մենք տալու էինք։ Բայց մեր համար արդեն 20 թվին պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը Արցախում շարունակում է Սերժ Սարգսյանի ծառայգիրը։ Ականհայտ իր քայլերով, աջակցելով Արայիկ Հարությունյանին, մենք շատ լավ գիտենք այդ գեներալներին ոնց է հավաքել բան իր շուրջ Արայիկը եւ ինչ աջակցություն են արել եւ Արցախում մենք չենք լսել ինչ որ մեկը որ փող բաժանի ընտրությունների ժամանակ, բացի Արայիկից մեկ է Վիտալի Բալասանյանից, Վիտալի Բալասանյանը Սերժի հետ էր, մնացածը Բակո Սահակյանի եւ Արայիկ Հարությունյանի շուրջն էին, ու Նիկոլի ծրագիրն էին առաջ տանում։ Ձեր խոսքում Շուշիի գաղութ նշեցիք, այսինքն բանտը ձեր առաջին փորձությունը չէր էլի։ Չէ, դե ոնց կարաս Արցախում լնես բան քաղաքական գործիչ ու կոշտ ընդդիմություն, ասում եմ, ավելի ճիշտ նպատակը հեղափոխություն էր, պարզ էր, որ միակ ձևը է դա, ու այդքան այդ համակարգը բան չլներ։ Էլի տենց բռնելով, բաց թողելով, քաղաքական ոստիկանները, կատաղազությունը, ԱԱԾ-ն եւ այլն, պատմությունները շատ ա եղել, հիմա որ եթե սկսենք պատմել երևի մեզ ուրիշ բանի ժամանակ չի մնալու, բայց ամեն ինչի մեջով էլ անցել ենք եւ մեզ ոչ մի բան չի կանգնեցրել, ու այսօր էլ Նիկոլ Փաշինյանը չի կանգնեցնելու, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը լրիվ Սերժ Սարգսյանի մեթոդներով է իշխում, փորձում ղեկավարի, որը մեր համար էլի անընդունելի է եւ ճիշտ է ինքը դեռ շատ հնարավորություններ ունի նույնիսկ այս դատական process-ի կամ վերջնարդյունքում իր ուզած որոշումը կայացնեն, չեմ ուզում դեռ դատավորի վրա ինչ որ բացասական կարծիք կամ բանել եմ, ասած կսպասենք դատարանի որոշմանը, բայց Հայաստանի Հանրապետությունում ես որևիցե հույս չունեմ, որ կլինի արդարադատություն, հիմք չունեմ նրա վրա բան անելու, ես պատրաստ եմ ամենա նաև ծայրահեղ որոշումներին ու ըստ դրան էլ մենք մեր քայլերը շարունակելու ենք անել։ Չէ, պարզապես կարճ հետաքրքիր է դա, որ թվականներին էր, դա որ գործներ, ինչ գործեր։ Հայ ջան, դա հերթական փորձներ գործ սարքելու, որ Արցախում շատ էին փորձում։ Նույնիսկ մենակ Վիտալի Բալասանյանը 4 անգամ դիմել է 2 անգամ դատախազություն, 2 անգամ ոստիկանություն, որպեսզի ինձ մեղադրի, որ ես իրան ազգի դավաճան եմ ասել, հետո ինչ որ տեղեկություն ունեի այն քրեական գործի մասին, որ գախնի էր, հետ եմ հրապարակել եւ այլն, սենց բաներ են փորձում անել, ու դա բազմաթիվ էր, ու մենակ ոստիկանության միջոցով չէր դա այնտեղ տարբեր ձև ու ոչ միայն բոլոր քաղաքական ուժերը, ովքեր որ ներկայացված էին Արցախի ազգային ժողովում, ամեն մեկը իր ձևերով, մեկը ոստիկանությունով, մեկը մաքուր փողոցային բանդիտիզմով, ասում եմ, եթե սկսենք սրա մասին խոսել, սա մի հատ առանձին ու շատ երկար պատմություն է, բայց համենայն դեպս տեսաձայնագրված են մեր հավաքները, մեր քաղաքական այդ միջոցառումները եւ ոչ միայն ներսի մարդկանց, այդ միջև 20 թիվն էր տենց, բա 20 թիվին էլ ստորագրեց ու ռուսներին բերեց Արցախ, մի հատ էլ այդ ռուսի ՖՍԲ-ն նստավ մեր վրա, իրանք էլ առանձին իրանց գործներին անում, էլի համախմբված այդ նույն հանցագործների հետ, եւ տարբեր պատմություններ ա եղել, որոշ մասը ասում եմ, արձանագրված է տեսահոլովակների տեսքով եւ մարդկանց հասանելի է եւ արցախցիները շատ լավ են դա իմանում, որոշ մասն էլ տենց եմ, որ ասում եմ, իրանք փորձել են ինչ որ բաներ այն, դա երկար պատմություն է։ Իսկ բանտը շատ կարճ է, հեղափոխությունից առաջ էր, թե առաջ։
Երբ որ հեղափոխություն էր, ես այդ հեղափոխության նոր բանդից դուրս էի եկել, բայց էլի ոչ երկար ժամանակով, Ինչքանի ամիս եք եղել էլի համարյա մի այդքան, էլի տենց բերման են ենթարկել, կալանավորել, հետո տեսել որ չեկարակն են ընկել, իմիջիալոց եթե Նիկոլ Փաշինյանը իր ընկերներից, այդ գեներալներին որ միլիարդներ ա տվել, մի հատ հարցներ, ասել այդ Արտուրի գլխին որ սարքել եք Արցախում, հիմա եթե ժամանակը հետ տան, ձեր հերյանից են ատրճանակը դնեն գլխները, այդ նույն գալաթը կանեիք թե չէ, որովհետև հակահարվածները շատ ծանր ա եղել նույն այդ գեներալների համար։ Մի հատ տեղեկան ար, ասում եմ Սա հնարավորությունները իր ձեռն է, ինքը դեռ փորձելով է տենց են Իրանը դեմ տված, չէ, նամանավել իր շուրջը հավաքել է ագրեսիվ անհանդուրժող զանգված, որ այդ իր բան անորեն ու ագրեսիվ քայլերը ողջունում են, հələ մի հատ էլ բան են անում, հա, ամեն ձև պատժերշկային անում, որ այ դու ապրես, ու ինքը դրանով ոգևորված, տենց որոշել է, որ պետքա տենց էլ շարունակի, թող շարունակի, հանկարծ չնահանջի, մենք էլ չենք նահանջելու, ինքը Իրանը, մենք էլ մերը ընտրությունը Իրան է դա ընտրել, դե օքեյ, շատ լավ կլինի, կտեսնենք բացում համար։ Պարզա, ասում եմ, այդնես չի որ մենք էս մի գործով կամ այս դրվագով կամ ին վերաբերալ կատարվածով ինչ որ ռադիկալ փոփոխություններ կլինի, չգիտենք կլինի թե չի լինի։ Բայց ես մի ուրիշ բանում եմ համոզված, որ ինքը էս նման ձևով շարունակի, ոնց որ Սերժն է, այս այնց կուտակվելու է իր հանցագործությունների եւ գալու է մի պահ ժողովուրդը կայացնելու են այն որոշումը, ինչ որ որոշել կայացել են 18 թվականին եւ դեղից իրան հանելու են։ Ինքը այդ ճանապարհն է ընտրել։ Ես հետևում էի միջև ձեր փակալությունը, բերման ենթարկելը հետևում էի ձեր սոցիալական ցանցերին, Facebook-ին, ամեն անգամ շատ ավելի կոշտ հռետորաբանությամբ էինք հանդես գալիս ու տպավորությունները, որ ձեզ շուտով բերման է ենթարկելու կամ ձեր փակալելու են, ինչու, որովհետև մի տարի ու կես իրականում Հայաստանում խոսքի համար քրեական գործեր են հարուցում։ Դա առաջին դեպք չի։ Կարելի ասել որ դուք գիտակցաբար գնում եք այդ քայլին։ Ոչ, նույնիսկ այն հայտարարությունները, որ ես համաձայն եմ, որ եղել են կոպիտ, եղել են էմոցիոնալ, բայց դեռ օրենքի խախտում չկա։ Եվ դա արձանագրել են տարբեր իրավական կազմակերպություններ, թե Հայաստանում, թե միջազգային։ Բայց այ շատ են ասում, որ դու էլ ես վարչապետի նկատմամբ էմոցիոնալ հայտարարություններ թույլ տվել։ Ես ասեմ, այդ ու ստեղ են փորձում ինձ մեղադրել, եթե դալներ ուղղակի մի օր դուրս գա այտենց վարչապետին ինչ որ մի հատ թարս բան ասե, դա ուրիշ զրույց կներ, բայց այն ինչ որ ինձ ստիպել է կամ ինչի այդ վիճակին է ինձ հասցրել որ ես էմոցիոնալ եմ եղել, օբյեկտիվ է պատճառը։ Ես երբ որ տեսնում եմ տղամարդը հարձակում է կնոջ վրա, դա վարչապետը լինի, վարչապետը չի լինի, ով ուզում ա լինի, այդ երևույթը իմ համար անընդունել է, այո դա ինձ զայրացնում է, այո դա ինձ դες բերում է էմոցիոնալ վիճակին։ Արմին Էմոսյանի դեպքն։ Այ այդ դեպքը այդ որ ասում են դե ողնաշարը ջարդել է, դա եղել է այդ հենց այդ մետրոյի դեպքից հետո անմիջապես, միջև իր ներողություն խնդրելը։ Ու այդ մշակույթը, որ ինքը փորձում է մտցնի հասարակության մեջ, դա նոր է։ Ու հասարակության համար դա ոչ թե միայն ես եմ այդպեսին։ Ես համոզված եմ, որ Հայաստանում շատերն են այդպես մտածում։ Չկա մեր հասարակության մեջ, որ այդ նորմալ է, դուրս գաս փողոցում ինչ որ կոնոջ վրա սկսես հարձակվել։ Ինքն էլ այն դեպքում, որ որևիցե կերպ թույլ չի տվել քեզ նման վերաբերմունք։ Այո, դա ինձ զայրացնում է, եւ ես չեմ փորձում փոխվել։ Թեկուզ ասեն այ էմոցիոնալ ես, եթե նման բաներ տեսնեմ, ասում եմ, ուզում եմ վարչապետ լինի, վարչապետ չլինի, դա ինձ չի վերաբերվում։ Այո, ես լինելու եմ էմոցիոնալ, որովհետեւ դա ինձ հանման ունից։ Ես չեմ ընդունում նման բաներ, ասում եմ, շատերը չեն ընդունում դա։ Գրառումները པարզ է, բայց ի վերջո ինչու որոշեցիք մոտենալ, ինչ հարց եք ուզում ուղղել, ինչ տեղ հասցնել։ Հարցերս մի մաս ուղղել եմ, մի մաս չեմ հասցրել եւ իրան ուրիշ տարբերակ չուներ, ինքը միակ այդ կարող աներ, ինձ ձերբակալ էր, հետո սկսել հետևիցս խոսել։ Իսկ խնդիրը ինչումն է, որ ես հա տեսնում եմ իշխանություն, ընդդիմություն, որոնց իրար հետ պայքարում են, բայց դե ամեն մեկը հենց ինչ որ կեղծ օրակարգ է թույլ տալի, բանա մեջ բերում եւ այդ պայքարով հենց ընդդիմությունն էլ իշխանությունն էլ իրար պահում են։ Ու այն իրական բանը կարևոր հարցերը ոչ մեկի կողմից չի հնչեցվում ու տեսնում են որ ժողովուրդը այդ հարցերը դնում են, բայց քաղաքական չեն մոտեցում, ցույց տալու թե մարդիկ քաղաքական գործիչներ չեն։ Էմոցիոնալ ինչ որ վերաբերմունք անում, դե էմոցիաներով ով կարա Նիկոլ հաղթի։ Այնպես սաղին ռոպորը վերցնելով ասկսի, չգիտեմ ինչ էր խոսելը։ Եվ քանի որ ինքն է հայտարարել այդ նույն օրը,
որ ում հարցեր ունի տալու։ Կարող է մոտենալ, տալ հարցերը, բայց թող նաև սպասի լսի պատասխանները։ Այս հայտարարությունը, որը որ ինքը արել է, Էդի եղել է հենց այն հիմնավորումը կամ այն պատճառը, որը որ ըստ որի որ ես գնացել եմ ու գնացել հենց այդքան էլ ներկայացրել եմ։ Այո, ես հարցերս տալիս եմ ու պատրաստ եմ պատասխանել։ Դե պատասխանեիր, ինքնա չէ միջև էլ ասել այդ նույն մեթոդի դեպքերից հետո, որ Արցախը վերաբերող հարցերին ես չեմ կարող էմոցիոնալ չլինեմ ու պետք է խոսենք սրա մասին։ Իր հայտարարություններ։ Դե խոսեիր, ասում եմ, իրան քանի որ ասելու բան չունի եւ շատերը այդ հարցերը չեն տվել իրան, այն ձևի ոնց որ պետք է տային։ Ես հենց այդ պատճառով որ այո, հենց ու շատ կարևոր հարցեր է, այստեղ միջալոց մենակ հարցը փողի մեջ չէ, այստեղ Հայաստանի անվտանգության խնդիրներ կա ու հիմա Հայաստանի անվտանգությունը իշխանությունը ընդդիմության հետ մեկտեղ ձեռի տված, այ մեկը մեկի վրա գցելով Հայաստանը կախել են մազից։ Երբ որ խոսում ենք Մինսկի խմբից, ասում են դա լավ է, ինչ Մինսկի խումբ դե անցած է Մինսկի խումբը ինչ ա արել, բայց այդ Մինսկի խումբի լուծարումը, որը որ Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան իրար հետ են արել, ասեմ ոնց։ Կադրեր կա, Նիկոլ Փաշինյանը երկու անգամ սենց ուսերով անում է, Մինսկի խումբը ինչ է Մինսկի խումբը, ինչ ա տվել, հա։ Ու երբ որ Ռոբերտ Քոչարյանին են հարցրել, բա Մինսկի խումբի լուծարմանը, երբ արդեն հարցը տրվել է, լուծարմանը ոնց եք վերաբերվում, ասես դու լուծարում են ինչ անենք, դեզնից ոչ բենզին ա ուզում, ոչ ջուր ա ուզում, սենց ինչ որ մի պատասխան տվեց, ընդամենը այսքանը ասեց, այն դեպքում, որ Մինսկի խմբի լուծարումը դա լուրջ հարված է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Ինչու՞։ Որովհետև առաջինը ինչ ա տվել Մինսկի խումբը եւ այդ փաստաթուղթը։ Դա այն փաստաթուղթն է, որտեղ որ գրած է, որ Արցախը Ադրբեջան չի, միջազգային հանրությունն է, Մինսկի խումբն է այդ որոշումը կայացրել, որ Արցախը Ադրբեջան չի, ու ստիպել դրա տակ ստորագրեն Թուրքիային եւ Ադրբեջանին։ Ու շատ կարևոր պատասխանատու հայտարարություն եմ անում։ Իմ բոլոր հայտարարություններն են պատասխանող, բայց էսի շատ կարևոր է, դրա համար եմ ընդգծում։ Դա միակ միջազգային փաստաթուղթն է, որտեղ որ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ընդունվել է Հայաստանի Հանրապետության սուվերենությունը խորհրդային Հայաստանի Հանրապետության տարածքում, ընդ որում անվերապահորեն է ընդունվել։ Միակ միջազգային փաստաթուղթն է դա, որը որ ընդդիմություն իշխանություն իրար հետ խաղալով, այդ Մինսկի խումբը լուծարելով չեղարկեցին այդ միակ նաև այդ միակ փաստաթուղթը։ Ու ինչու դա արեցին, որովհետև սա ձեռ էր տալի Ռուսաստանին։ Երկուսն էլ նույն դուտքի տակ են, չէ՞ պարում։ Նայ, ուրեմն Արցախի հարց են փակում իրանց հարևի։ Միջազգային փաստաթուղթը լուծարել են։ Նոյեմբերի 9-ը թողել ուժի մեջ։ Միջ առ այսօր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դե յուրե ուժի մեջ է։ Ու սա Ռուսաստանին էր ձեռ տալի, որպեսզի այդ հարցով միակ ինքը զբաղվի։ Հենց սկզբից էլ ինքը դեմ էր այդ Մինսկի խմբի բանին, բայց միջազգային այդ դաշտում չկարողացավ իր դերքերը պահել, իրաներ ստիպեցին, որ չէ երանախագահ բանանելու խումբանելու, այլ ոչ թե մենակ էս որոշելու, եւ այսպես օգտագործելով հենց ներսի քաղաքական ուժերին, իշխանությանն էլ ընդդիմությանն էլ Ռուսաստանը վերջը իրանին հասավ։ Այսքանն է։ Այսպիսի մի հարց ունեմ, կան գործիչներ, միգուցե եւ դուք էլ պարզապես ձեր տեսակետն է հետաքրքիր, քննադատության են ենթարկում, չարաշահումների մեջ է մեղադրում կոպիտ ասած թալանի մեջ Արցախի էլիտային Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, բայց այս մարդիկ գտնվում են Բաքվի բանտերում, թշնամու բանտերում, հարցը այսպիսին է, որքան է բարոյական քննադատել նրանց, քանի որ նրանք ձեզ պատասխանելու որևէ հնարավորություն չունեն։ Ուրեմն այսպես ասեմ, այդ հանգամանքը ես էլ էի հաշվի առել, երբ որ դատական process էր գնում Բաքու, ես այս փաստաթուղթերի չեմ հրապարակել, զուտ դրա համար։ Ինչ վերաբերում է իրանք չեն կարող բանանել արձագանքել, դա իրանք հիմա չեմ ես դրա մասին խոսում, ես դա Արցախում էի դրա մասին խոսում։ Ու երբեք չեն արձագանքել։ Չէ, ես նկատի ունեմ այն գործիչներին, որոնք 23 թվականից նրանց շարունակում են մեղադրել, բայց նրանք պատասխանելու հնարավորություն չունեն։ Ասում եմ, այդ մեղադրանքները դեռ Արցախում էր։ Իրանք պատասխանելու հնարավորություն, եթե ազատության մեջ լինեին, չէին ունենա, որովհետև ես օդում չեմ մեղադրում, փաստաթղթերից եմ խոսում։
Այդ փաստաթղթերը կան, այդ միլիարդները, որ գնացել են դեղ, եւ դրա վերաբերյալ քրեական գործ կա հարուցված։ Իսկ երբ որ խոսում ենք Արցախի հիմնադրամի իմիջիալուց, այդ հիմնադրամի միջոցով Հայաստանի գումարները թալանողները միայն արցախցիների չեն։ Հնարավոր արցախցիները դրել են ամենակիչ քանակի եւ ամենակիչ գումարները վերցրած։ Այդ հիմնադրամը տենց մի հատ բան են կառույց են ստեղծել, որպեսզի Հայաստանի Հանրապետության հարկատուներին թալանեին ու թալանում են թե արցախցիները, թե Սփյուռքից, թե Հայաստանի տարբեր մարզերի բնակիչները, ասենց ասեմ, հա, ցակումնաբանությունով կապ չունի, որ մենակ արծված։ Հիմա փաստը է սա։ Ոնց խոսեմ, ասենք թե անունները չտամ, ոնց չտամ, եթե դու ուղարկել ես այդ գումարները Արայիկին, այն էլ տվել է, հիմա էս են խոսում, էս արձանագրված փաստաթղթերը։ Ես ուղղակի ներկայացել եմ այն, ինչ որ կա, ասում եմ, այդ փաստաթղթերի մեջ։ Իդեպ մի հատ աղմուկ կար 16 միլիոնի պատմություն, այդ ընկերությունը Արցախ ֆրուտի հետ կապված, էլի բանը ստեղծողը հիմնադիրի Արցախի ներդրումային հիմնադրամն էր, Պաղացոների գործարանը, բայց այդ աղմուկը բերեց նրան, որ Արցախի վտարանդի խորհրդարանի ղեկավարը հրաժարական տվեց եւ հիմա տեխնացու չկա, ոչ նախագահի պաշտոնակատար կա, ոչ ազգային ժողովի նախագահ։ Դուք էլ անցած տարի Արցախի ներկայացության շենքի դիմաց էլի բողոքի ակցիա եք իրականացրել։ Չեք կարծում, որ այս ակցիաները նման են ստվերների դեմ պայքարի, քանի որ Արցախը չկա եւ այս ակցիաները ինչ որտեղ ստվերների դեմ են, կարծես թե։ Ուրեմն այդ ակցիան ինչի մասին էր։ Այդ ակցիան երբ որ հայտարարվել է, հա, արցախցիների կողմից, հայտարարող ես չեմ եղել, այդ հայտարարողից հրավիրել են այդ ակցիային, պահանջը որն էր եւ իմիջիալոց լրատվամիջոցների գործունեությունը որն էր։ Ուրեմն պահանջը կոնկրետ էր։ Մենք մարդիկ պահանջում էին այն գումարները, որը որ հատկացրվել է հասարակ քաղաքացիներին, արցախցիներին, վերադարձնվի արցախցիներին, որպեսզի կարողանան իրենց սոցիալ հարցերը լուծեն եւ ավելորդ բեր չլինի Հայաստանի Հանրապետության հարկատուների վրա։ Էս էին պահանջում։ Եվ ինչ են ասել։ Ասել են Նիկոլ Փաշինյանը այն գումարները, որը որ ինքն ա տվել այդ հանցագործ կլանին, թող վերադարձնի։ Էս էր պահանջը։ Լրատվամիջոցների մի շարք, մի մեծ մաս լրատվամիջոց ներկայացնել պես, որ գնացել ենք դեր հրաժարական ենք պահանջում, ինչ-որ նման զորույցներ չի եղել։ Դա ուղղակի այդ նույն հանցագործ կլանը իր տեղեկատվական դիսանտը իջեցրավ այդ հավաքին եւ բան արեցին։ Զորույցը արդեն աղավաղեցին, տարին ամեն մեկը իրանց դաշտ, իմիջիալոց միջև հիմա էլ, ասում են, այդ գործի բանում արդյունքում որ բանը նախագահի ազգային ժողովի նախագահան հրաժարական ա տվել, կապում են ինձ եւ Տիգրան Պետրոսյանի հետ։ Ոչ Տիգրան Պետրոսյանն ա տեղյակ դրա մասին, ես էլ բանտում եմ եղել, երբ որ այդ բանը դրա մասին սկսել են խոսել։ Դա ուղղակի որոշ լրատվամիջոցների մասին է խոսքը գնում, հենց այդ հանցագործ կլանի սպասարկող լրատվամիջոցներին, որ փորձում են էլի հարցը քաղաքականացնել, էլի այդ թալանը, որը որ միջև հիմա է շարունակվում փաստորեն։ Այ միջև հիմա փաստորեն այդ հանցագործները նստած դե թալանում են։ Այդ թողենք մի կողմ, հասենք, բա հիմա դրա վախն է, բա հիմա այդ թալանելի վախն է։ Բա ժողովուրդ sense ծանր վիճակը, հիմա այդ թալանելի վախն է, որ ասեցիր քանի միլիոնի մասին է զորույցը։ 16։ Ուրեմն սկզբից 36-ի մասին ա եղել, որից 12-ի տեղ 16-ի տեղը չգիտեն, հետո պարզվեց, որ 36-ը ինչ որ այդ լրիվ բաց տեղեկատվություններից եմ ասում 70 միլիոն է։ Հիմա կապ չունի։ Մոտ 60 միլիոնի մասին էր, ուղղակի 16-17 միլիոնը չեն կարողանում գտնել։ Չեն կարողանում գտնել, հիմա մենք ինչ անենք, ինչ մեղք ունենք տեղ։ Չեն կարողանում գտնել, ընդհանրապես տեղյակել չեմ, թե ինչի արդյունքում այդ մարդը հրաժարական տվել։ Հետո չեն կարում նոր նախագահների չեն կարում։ Վախում են, որ Նիկոլը մատաթափ տալու տանստելու են բանտ։ Դրա հնարավոր չէ, հենց այդ է պատճառը, բայց ո՞նց ալնում դուրս է գալի պետության ժողովրդի պատասխանատվություն եք վերցնում ձեր վրա, տենց հո պայքարում էիք, հա, ամենտեղ Նիկոլ։ Հիմա եկել եք տենց եմ ասում, պոշները ծալել, նստեք, գնացեք նստեք բանտ։ Մա ինչի եք նահանջում, ինչի եք, եթե պետական ինստիտուտները ձեր համար այդքան կարևոր են։ Ինչի՞ չեք պայքարում այնպես, ոնց որ պետքա պայքարեիք։ Այդ նույնն էլ որ իմիջիալոց Շվեյցարիայի պարլամենտը որոշում կայացրեց, որպեսզի Շվեյցարիայի կառավարությունը դաշտ ձևավորի ու բանակցություններ ընթանան Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջև առանց միջնորդների։ Հենց միջնորդը ուզում ասում է դաշտներ ձևա։ Այս նույն
մեր ազգային ժողովի падգամավորները փորձեցին գնան Շվեյցարիա, որպեսզի այդ բանակցությունների մասնակցեն, ստեղից թույլ չտվեցին։ Սուտ ձենների կտրել են, տեղների վեր են գել։ Խի չեն հելել պայքարել։ Խի չեն հելել Նիկոլին Ղարաբաղից տենց դավաճան, բա հելնեիք ասեիք դավաճան, ոնց դու թույլ չես տալի մենք գնանք, ասենք թե դու հարցը փակել ես։ Հայաստանը չի մասնակցում, իշխանությունը Հայաստանների չի մասնակցում։ Դե մի մասնակցեք, քաշվեք մի կողմ։ Ինչի եք մեզ արգելում գնանք մենք բանակցենք եւ մեր ժողովրդի ճակատագիրը որոշենք։ Մենք պատասխանատու ենք այդ ժողովրդի համար, ընտրված ենք մենք այդ ժողովրդի կողմից։ Բա իրանք վախում են, որ իրանց կաշին փրկելու համար, հետո մեղքը գցեմ այս մեկի վրա, այ մեկի վրա։ Չէ, խնդիրը հենց դրանն է, որ դուք ունակ չեք ու արժանի չեք ալնեք այդ պաշտոններին։ Արժանի չեք համարվել որպես ընտրված ժողովրդի կողմից ընտրված падգամավորներ, էսա խնդրեմը իրանց մեջ է։ Բայց դե իրանց մեղքը չընդունելու համար փորձում են ուրիշի վրա գցեն, էսա 30 տարի է նույն բանն է։ Ինչու ըստ ձեզ քաղաքացիական ձեր գործը քաղաքացիական հասարակության կողմից նման լայն արձագանքի արժանացավ, բայց մյուս դեպքերում ոչ։ Մյուս դեպքերում քաղաքացիական հասարակության մի մասն էր արձագանքում։ Այդ դժվար է իմ համար ասել, ասում եմ։ Որովհետև ես իրականում ոչ մի հանցագործություն չեմ կատարել։ Եվ այն ինչ որ եղել է, սա եղել է նկարահանված, սա բոլորին տեսանելի էր։ Ինձ այն ինչ որ փորձեց Փաշինյանը մեղադրել ու ասենց ասեմ կպցնել այս կամ այն քաղաքական ուժին, իմ անցած ճանապարհս շատերն են դրա մասին տեղյակ, ասում եմ, նամանավանդ որ գործունեությունս եղել է բաց, դա ջարդեց Նիկոլի սուտը։ Ինքն է իրանց հետ համագործակցել, ինքն է միլիարդները փոխանցել իրենց, ինքն է միջև այսօր իրենց պաշտպանում։ Ասում եմ, ոչ մեկի գործերը հարուցած տեղից իսա 23 թվից է գործերը հարուցած։ Երկու անգամ ես եմ ցույց տվել։ Մոտ մի 30 միլիարդի տեղեկություն փաստաթղթեր ես եմ իրանց ներկայացրել։ Եվ այս ամենը հելավ ջրի երես, իմ կարծիքով քաղաքացիական հասարակության ուղղակի ակնհայտ էին եւ պարզ դարձավ, որ սա լրիվ սուտ է, ինչ վերաբերում է պատերազմից փախած բան եւ այլն, հիմա ասենք թե չեմ նկարվել, նկարներ ցույց չեմ դրել համացանցում ինձ որ պատերազմի մասնակցել դրանով չի որոշվում։ Հնա ռազմական գործույք ունեմ, մարտական ուղին են լրիվ բան արած, հա, ինքը իմանալով այդքանը Նիկոլ Փաշինյանի համար դա դժվար չէր պարզել, դա մեկով մեկ էր իր համար պարզել, բայց դա ինքը իր քաղաքական նպատակներից ելնելով փորձում էր այդ կեղտը շպրտել, որը որ չանցավ։ Միջև վերջ էլ ասում էր ասուլիսներում, այո, փախած է, դե այնա հայցադիմումը ներկայացված դատարան, թող գա ապացույցի, դուրս գամ ես ներողություն խնդրեմ։ Թող գա ապացույցի։ Տեսեք, մի շարք խնդրահարույց ազատազրկումներ են եղել, խոսքը նաև ձևի մասին է, Աչապահյան, խոսքի համար, այդ հայտնի ոդկասթերները ընդդիմադիր, որոնց էլի խոսքի համար են ձերբակալել, կալանավորել, բայց խոսքը նրա մասին է, թե ինչպես են ձերբակալել ԱԱՑ-ով, մտել են տուն, դիմակավորված։ Այս դեպքերում ամբողջ քաղաքասարակությունը այսքան ակտիվ չէր։ Դա է հետաքրքիր։ Քո գործը ինչով է առանձնահատուկ քո կարծիքով։ Ասում եմ, իմ համար դժվար է ես ուրիշների տեղ ասեմ, թե իրանք ինչ ձև են մտածել, բայց իմ կարծիքով առանձնահատկությունը անում է, որ ես որևիցե քաղաքական ուժի, որոնք որ եղել են պաշտոնի, եղել են իշխանության կամ իրանց սպասարկող ուժերի մաս չեմ կազմել, երբեք իրանց չեմ աջակցել, ընդհակառակը միշտ պայքարել եմ իրենց դեմ։ Միգուցե սա է եղել գրավականը, միգուցե։ Ու բացի դրանից մարդիկ դուրս չեն եկել կոնկրետ ինձ մեծ մի մասը ընկերներս են բնականաբար ինձ էին աջակցում ուղղակի, էլի իմանալով իմ անցած ճանապարհս, բայց մնացածին ուղղակի ասեցին լավ, էսի խոսքի ազատության խնդիր է։ Ինչի մնա մյուս դեպքերում չարեցին, այս դեպքում որ դժվար ասել, ասում եմ, պատասխանս կարծիքս սրանն է, որ ես որևիցե ուժի երբեք չեմ աջակցել, միշտ եմ եղել բոլոր 4 իշխանություններին, ու նույնիսկ եթե ասեմ, բան Նիկոլ Փաշինյան ինչու ձերքով չես բարևել։ Ես ոչ մի ղեկավարի ձերքով չեմ բարևի, որովհետև
ես ունեմ իմ կարծիքս եւ հիմնավոր փաստեր, որ իրանք բոլորն էլ դավաճանել են Հայաստանի Հանրապետության։ Իսկ նա որ հենց այդ պահն է բարգացրել, որ ձերքով բարև Չէ, չստորեն։ այդ պահին շատ նորմալ անցել է։ Ես այո, ձերքով չեմ բարևել, բայց դե քանի որ հարգելով դիտողներին, հասարակությանը, ովքեր որ ուղի եթերով դիտում էին նրանց, ես մաքսիմալ կոռեկտ եմ ինձ պահել։ Մեջիցս չեմ չընդունելով ասում եմ, բոլոր 4 ղեկավարին նույն ձևի բացասական են վերաբերում, բոլորին։ Բայց դե ես ինձ լրիվ կոռեկտ եմ պահել, այդ փաստերն էր, որ գումարը դու ես փոխանցել։ Ոչ թե այ դե հիմա վախտին թալանել են, բա հիմա դատական համակարգ չունենք նորմալ, որպեսզի կարանք թալանածը բերենք, ու դա էլ ասում։ Սա դատական համակարգը փոխած է։ Բոլոր դատավորները Նիկոլը փոխել է իրանց դեր։ Տեսնում եք, իրանք խնդիր չունի ինչ որ մեկին կալանավորելու։ Բայց ոնց է թալանածը հետ բերելու պրոբլեմներ է ստեղծում։ Ոնց անում Սերժ Սարգսյանի աղբոր Սաշիկ Սարգսյանն է արդարացնում, Սերժ Սարգսյանից է 2 կոպեկ վերցնում արդարացնում։ Դա լրիվ որտեղ Նիկոլ Փաշինյանը ինչ անում իրականում։ Իբր թամիկ կոռուպցիայի մեջ չկա, հա, բայց այդ նույն կոռուպցիաներների վրա գործեր է հարուցում եւ այդ կոռուպցիաներին օգտագործում իր շահերի համար։ Դե նույն կոռուպցիան է, ի՞նչ տարբերություն, Սերժը թալանել է, հետո 5000 դրամով բաժանել իշխանություն պահել, դե դու ես եկել այդ թալանչի գլխից բռնցրել ու ծառայեցնում ես քո նպատակների համար։ Եթե այդ գումարների չես վերադարձնում ժողովրդին, դե նույն կոռուպցիաներն ես էլի։ Ինչ էական է, թե ինչ ձև ես դու այդ գումարներով քո իշխանությունը պահում։ Կալանքի կալանքի ընթացքում որոշ պաշտոնյաներ քաղաքացիական պայմանագրից էկրանակադրեր էին հրապարակում ձեր սոցիալական ցանցերից, բայց ձեր հեռախոսը սոցիալական ցանցերը ապակտիվացված էին։ Ձեր կարծիքով ինչպես էին այդ սկրինշոթները հայտնվում նրանց մոտ։ Ահա չգիտեմ։ Ես չգիտեմ։ Ես իմ բանս Facebook-ս ակտիվ էր։ Ես ճանապարհին էի գրել այդ բոմբոլները կոմենտալու այդ բանը պուբլիկացան, հա։ Այ որ դուրս եմ եկել ավտո, ես չեմ հիշում այդ հեռախոսս ջեբս ա եղել, ջեբից եմ վերցրել, հետո ինյակ տարել գցել ավտոն, թե թողել եմ ավտոյում, բայց ամենայն դեպս ինձ որ տարել են ոստիկանություն, արդեն ես եղել եմ առանց հեռախոսի։ Ու այդ ինչ որ կատարվել է առանց իմ մասնակցությամբ եւ իմ Facebook-յան էջին ուրիշ ոչ մեկ այն պահին հասանելիություն չուներ ու չէր կարող, ուզում ասեմ հարազատներից եւ այլն, հա։ Մեկն ասում է, բա միգուցե ձերոնք են, ձեր տնից են կամ ձեր հարազատներից են մտել, որպեսզի բան անեն, այդ հրապարակումների ջնջեն, ոչ մի հրապարակում էլ ջնջված չի։ Սա ինչ որ կա, նենց էլ կա, ասում եմ, ոչ մեկին այդ բանին հասանելիություն չի եղել։ Ոնց է եղել դա։ Դե չգիտեմ։ Իմ կարծիքով հենց դա լրիվ իրանց խաղն է։ Կամ այդ տարբերակը կամ վաղուց են ձեզ հետևում։ Դե ինձ գիտեք ոնց է, վաղուց էլ պետք է հետևեին, որովհետև այո, ես եղել եմ միշտ կոշտ ընդդիմությամբ բոլոր իշխանությունների նկատմամբ, բոլոր, թե Արցախում ազգային ժողովում ներգրաված բոլոր կուսակցությունների եւ իրենց ղեկավարների նկատմամբ, թե Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում էլի ընդ որում հենց քաղաքական դաշտ մտնելու օրվանից 2014 թվականից, 14-15 թվականից։ Առհասարակ որտեղից է այդ ընկալումը ստեղծվել, որ Արտուր Օսիպյանը Նիկոլամետ գործիչ է։ Որովհետև առաջինը այդ Նիկոլամետները, այն ովքեր որ Նիկոլի հրահանգին էին սպասում, որ Արցախում տեսնեն ումա դաբորոտալի ու ծառայեն նրան, իրանք որպեսզի Նիկոլ ոնց այն որ ասում բանը այդ գողը սկզբից սկսում ուրիշի չէ մեղադրելը որ այ դու գող ես որպեսզի այդ անցագործում ինչ տենց ամոտենում գործի ու բացի դրանից ես այո ողջունել եմ Սերժ Սարգսյանի հեռացմանը ու մինչև հիմա էլ չեմ փոշմանում դրա մասին հիմա իրանք էլի քաղաքական նպատակներից ելնելով հա մեկ էլ պատերազմի ժամանակ չեմ գնացել դեզերտիր գեներալների հետ նույն շարքում կանգնել ու գոռացել Նիկոլ Դավաճան այդի դե որ մեր հետ չի մեզ դեմ է ուրեմն Նիկոլականն էլ նույն ձևի ասում են Սերժ Քոչարյանական ես ու ես հեսա տարիներ շարունակ ուղղակի ուզում եմ էլեմենտար ճշմարտությունը բացատրեմ որ ներկայացնեմ որ ես այն 80% ժողովուրդից եմ, ովքեր որ ատում են եւ սրանց եւ նրանց։ Իրանցից մեկն եմ, ուղղակի։ Դե բնականաբար ռեսուրսները իրանց ձեռն է, փորձում են ասում եմ Նիկոլի դեմ ես խոսում, Սերժ Քոչարյանի ռուսային ռուսամեի։ Եթե ԿՊ-ն մեր քաղաքական ուժի Արցախում քաղաքական ուժի չափով
պայքարածլներ ռուսների եւ նախկինների դեմ, արդեն վաղուց Հայաստանը ազատված կներ եւ նրանցից եւ սրանցից։ Եթե ինքը այդքանը արածլներ։ Բայց դե տեսնում են, որ ամեն մեկը իր իմանալով են գրում։ Իրանք շատ լավ են իմանում, որ ինձ ոնց որ ռուսամետը ռուսների հետ կապվես կամ նախկինների հետ կապվես։ Այն ոնց որ Նիկոլը փորձում է ինձ կապի Արցախի ազգային ժողովի հետ, հա, նույն ձևի Արցախի ազգային ժողովը փորձում է ինձ կապի Նիկոլի հետ։ Սա եւ իրանք են իրար հետ, սենց սև սպիտակի վերածած, որպեսզի դաշտում այլ մարդիկ չհայտնվեն եւ իրանք կարողանան նման ձև իշխանությունը պահեն եւ հենց տենց էլ պահում են այդպես, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավար ուժերը միշտ արտախորհրդարանական ընդդիմության շարքերում են։ Փաստերը կարող ենք հենց հիմա փաստերի մասին խոսել։ Երբ որ ընտրության փուլ չի, մենք ուղղակի տեսնենք ելույթները, հա, այդ ժողովրդավար ուժերին, դիտումները շատ մի քանի անգամ ավելի շատ են, քան ազգային ժողովի падգամավոր, ազգային ժողովի падգամավորներին, ով էր լսում միջև ընտրությունները։ Լսում են մասնագետներին, փորձագետներին, այդ ժողովրդավար ուժերին, չէ։ Բայց հենց որ գալիս է ընտրության փուլեր, զգում եք այդ մարդիկ դաշտից մղվում են դուրս, կենտրոնում հայտնում է իշխանությունը եւ որպեսզի որ կարողանա այդ վտանգը, որ ես չլինեմ Ռոբերտ Քոչարյանն ալնելու։ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դին վերականգնումա, կյանք հատալի դրան, Նիկոլը սկսում է, ես չլինեմ ռուսամետները, Ռոբերտ Քոչարյանն է գալու եւ այլն եւ այլն։ Ժողովուրդը արդեն ոչ թե լսում են, թե ով ինչ տեսլական է ներկայացնում, ով ինչ ծրագիր է ներկայացնում, այլ վախի ազդեցությունն է սկսում ստեղ գերադասել, ասում են, բայ այս մեկը չլինի, մյուսն է գալի, հա։ Ու այս ընտրությունները թեկուզ ասում են, այսքան 100,000-ից մեկն է ընտրել մյուսների, այդ լրիվ այդ գործոնի տակ է։ Իր հակա վարկանիշների վրա են ընտրություն անում, ձայներ հավաքում։ Որ մեկի հակավարկանիշը բարձր է, բնականաբար այն մյուս դրանց ձայների գնում է։ Եվ այս է սա ընտրությունները։ Արաբկիրի այդ օրը կարծես թե դուք հունից հանել եք Նիկոլ Փաշինյանին, ու սովորաբար Նիկոլ Փաշինյանն է ուրիշներին հունից հանում, այդ օրը դուք եք նրան հունից հանել ձեր հարցերով։ Մի պահ տպավորություն է ստեղծվել, որ դուք ինչ որ առումով նման եք իրար, թե հռետորաբանությամբ, թե փողոցային պայքարով, թե համակարգային կոռուպցիայի քննադատությամբ, նաև բանտային կենսագրությունն է որոշակի նմանություն ստեղծում։ Այս դիտարկումը մակերեսային է, թե իրոք տեղ ունի։ Իրականում մենք պայքարել ենք ու պայքարում ենք այն արժեքների համար, ինչ որ հայտարարված էր Թավշյա հեղափոխության օրերին, Թավշյա հեղափոխության ժամանակ։ Բայց տարբերությունը նա է, որ Նիկոլը եւ դա եղել է իր համար առաջի դավաճանությունը։ Որ ինքը դավաճանել է հենց այդ արժեքներին, մենք չենք դավաճանել։ Մենք նույնն ենք փորձում արածնենք ու դա մեր համար շատ կարևոր է։ Իրանը դա եղել է ուղղակի պոպուլիզմ, իշխանության գալու միջոց, մեր համար իշխանության գալու խնդիր։ Ընդհանրապես չունենք, չի եղել, նույնիսկ Արցախի ընտրությունների ժամանակ մի անգամ էլ չեմ ասել ձայն տվեք մեր կուսակցությանը։ Պահանջը ինչ էինք փորձում մենք անեինք։ Ասում ենք դաշտը պետքա կարգավորվի, ընտրական դաշտը։ Նոր գնանք ընտրությունների։ Այդ նույն խնդիրը հիմա ստեղ կա։ Եվ տարբեր ուժեր այդ նույն խնդիրը դրել են, չէ։ Մենք սրան էինք գնում, որ այդ կոռուպցիայի հարցը պետքա ազատ հարցերու լուծվի։ Հանցագործները պետքա պատասխան տան։ Այն ինչ որ թալանված է պետքա վերադարձնվի եւ մասնավոր սեփականության իրավունքը պետքա պաշտպանված լինի ու մեկ էլ ընտրությունների եւ կուսակցությունների գործունեությունը պետքա կարգավորվի։ Հիմա փաստորեն ի՞նչ է դառնում։ Ում որ խոշոր գումարներ ունի, ինքն է դաշտում կարողանում հանդես գալ ու տեղ գրավել։ Բայց հիմա մենք ինչ ենք անում։ Ընդունում ենք, որ ընտրությունները պետքա շանս ունեն հաղթելու եւ իմաստ ունի մասնակցելու միայն այն ուժերին, ովքեր որ միլիարդատեր են, փողով է որոշվում իշխանության հարցը, փողով է որոշվում հանրապետության որոշումների վրա ազդեցություն ունենալու խնդիրը, թե գաղափարով ու մտքով։ Այս է խնդիրը, որը մենք Արցախում դրել ենք։ Բայց դե Նիկոլ Փաշինյանը չեկավ դեղել մեզ դեմ, ասում եմ, սա այդ գեներալներին էլ հավաքեց, չկրկնվեմ, մի հատ այդ 20 թվից ռուսներին բերեց մեր դեմ։ Իսկ ընդդիմադիր Արտուր Օսիպյանը եւ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ունեն նմանություններ։ Ինքը պոպուլիստ է։
Դե իշխանությանը Դե հիմա եկել հետո գիտեք ենք ինչ է, հասկացել, որ պոպուլիստ է։ դե իշխանության ա եկել, ի տարբերությունը մենք իշխանության գալու խնդիր երբեք չենք ունեցել։ Երբեք չենք դրել, որ գանք իշխանության։ Երբեք նույնիսկ ինչ որ մի ուժի էլ չենք աջակցել, ով որ խնդիր ա դրել, որ գա իշխանության։ Ու միջև այսօր մենք այդ սկզբունքն ենք պահում։ Այո, խոսալուց խի, ով ա որ վատ ա խոսում։ Սա էլ խոսում է, չէ՞ որ մենք գանք էս երկիրը բարգավաճելով, օրենքը, իրավունքը, էս մեկ։ Նիկոլ Փաշինյանն էլ իրանցից մեկն է։ Մենք այդ առումով вообще իրար հետ համեմատելու բան չունենք։ Ուրիշ բան ա որ մենք էլ ենք գտնում, որ հեղափոխություն պետքա տեղի ունենա։ Ու հեղափոխություն ասելով իրականում մի նկատի ունենք, որ սա պետք է լինի օրենքով եւ սա պետք է լինի խաղաղ։ Այս առումով իմիջիալոս Նիկոլ Փաշինյանը ինքն էլ չի իմանում այդ հեղափոխությունը ոնց ա եղել։ Ինքը ուղղակի քամին փչելա, տենց հայտնվել անդեղ։ Ինքը եթե հասկանար այդ հեղափոխություն անելուց քայլերը, որ ինչ իմաստ ունի, ոնց ենք անում, ինքը հիմա այդպես իրան չէր պահի։ Հետո ինքը այսօրվա դրությամբ Սերժ Սարգսյանից ինչով է տարբերում Ռոբերտ Քոչարյանից, ինչով է տարբերում։ Ինքը ավտորիտար ռեժիմ է բերել, չէ՞, բանանում։ Բայց մենք դրա մասին չենք խոսում։ Մենք ասում ենք, որ պետք է ինստիտուտների մասին խոսում, այլ լսած բանով ասելով չտարբերություն նրան, որ ասում եմ, ինչ որ խոսալով չէ, էլի որոշում։ Հիմա ինքը ինչ ա արել, որպեսզի որ այդ ինստիտուտները կայանան։ Ընդհակառակը ասել է շրջափակեք եւ մուտքերը փակեք դատարանների։ Այդ դատավորները լրիվ փոխել է։ Բանը սահմանադրական դատարանը լրիվ իրանն է, որովհետեւ սահմանադրական դատարանի բանն է դատավորները որոշում ազգային ժողովը։ Նույն ձևի բանը այդ ԲԴԽ-ի քանակը շատացնելով 5-ից 18 սարքելով, այդ բաների գլխներին սարքելով, բերեց Իրանը դրեց։ Դե ԲԴԽ-ն Իրանը, սահմանադրական դատարանը Իրանը, վճռաբեկը Իրանը։ Եթե հիմա չեմ ուզում մանրանամ այդ իրավական ընթացքը թե ոնց է կարգավորում, բայց ովքեր որ խորանան կտեսնեն, որ լրիվ ազգային ժողովն է որոշում, որում օրինակի մեծամասնությունն մինչև առայսօր։ Հատկապես ընտրությունների ժամանակ արցախցիների նկատմամբ ատելության խոսքը իր գագաթնակետին է հասել, բայց այս օրերին թե իշխանամետ բլոգերները, թե իշխանության ներկայացուցիչները չեն հրապարակում, արցախատյաց գրառումներ չեն անում։ Ինչ եք կարծում, ընտրությունների ավարտով է պայմանավորված այս մեղմացումը, թե մեկ այլ հանգամանքով։ Իմ կարծիքով նաև եվրոպական տարբեր ինստիտուտների կողմից եւ տարբեր գործիչների կողմից է այդ նման բանը արձանագրվել, որ արցախցիները Հայաստանում իրանց իրավունքները ապահով չի եւ իրանց նույնիսկ վաղվա օրվա մասին իրանք որևիցե բան չեն տեսնում, հեռանկար չեն տեսնում եւ միայն հիմնական գործոնը դա է ու Հայաստանի Հանրապետության գիտակից քաղաքացին, որը կարար ազդեր իշխանության գործնեության վրա։ Ու այդ նույն երկու գործոններ, որ իմ կալանքի միջոցով փոխեցի։ Դա գիտակից մեր հայրենակիցներն են, ովքեր որ պայքարել են, դա եվրոպական դեսպաններն են եւ իր առանձնահատուկ դերն է ունեցել ստեղ Վասիլիս Մարգոնսը Եվրոմիության դեսպանը Հայաստանում։ Այս երկու գործոնն է, որ կարող է ազդի ԿՊ-ի վրա, որպեսզի օրինակ չափից դուրս բաներ չանեն։ Թե չէ, եթե մնար իրենց, Նիկոլ ուղակի ինքնահաստատվում է։ Ինքը որտեղ որ գնում է, ինքը ճնշված, ծեծկերած հետ է գալիս, ու որպեսզի ինքը իր իշխանությունը ու իր եսը հաստատի, ընտրում է ամենա սենց ծանր վիճակում հայտնված զանգվածին ու տենց փորձում մատ թափ տալով, հարձակվելով, այն որ տան տղամարդ ալնում է, տնից դուրս է գալի, ամեն մի անկյունում նվաստեցնում են, գալիս է իր ընտանիքի անդամների վրա, սկսում ինքը իր բանո ինքնահաստատվել։ Նույն մեկով մեկ Նիկոլ իմիջիալոս բոլորն էին տենց, բայց դե Նիկոլի մոտ դա շատ տենց վառ է երևում։ Վերջին հարցը, այս ամբողջ փորձությունից հետո ինչպես է փոխվել քո աշխարհայացքը եւ որոնք են լինելու հաջորդ քայլերը։ Այն աշխարհայացքը այս փորձությունների հետ չի փոխվել, այս փորձի համար նորմալ է։ Այո, հետապնդումներ, բան, ճիշտ ասած, դա քանի որ հեսա 12 տարի այդ հետապնդումների տակ եմ, երբ որ այդ հետապնդումները չեն լինում, ես այն վախտ եմ գնում դիսկոմֆորտի մեջ, իմիջիալոց ասում եմ, դե ուրեմն չենք կարող այս հանցագործ իշխանությունների դեմ իմիջիալոց որ ասում եմ իշխանություն, ընդդիմությունն էլ հետնա, ամեն մեկը ինչ որ մի չափ իշխանություն ունեն, հա։
այդ 4 ղեկավարների, ասենց ասեմ, դեմ ուրեմն չենք կարող մենք քայլերի նույնիսկ անենք, որ իրանք անհանգստանան, սկսեն մեր դեմ քայլեր ինչ որ ձեռնարկել, դե բնական է։ Ուզում եմ ասեմ, լրիվ նորմայի մեջ է այդ հետապնդումները, հայացքներս չի փոխվել, ուղղակի ամեն օր իմ գործունեությունս, իմ մտքերս ուղղված են նրան, թե լավ լուծումը, այս վիճակից դուրս գալու լուծումը ոնց գտնենք։ Շատ վաղ խոսելուց սա իմ պարզա չէ, այն որ խոսում ենք ջոկում ենք, որ իրականում փողով են գալի իշխանության, ընդ որում թե միլիարդատերների, թե գործող իշխանությունը, հա, նրանք եթե փող էին բաժանում, ես էլ դուրս էին գալի 100,000 շահին, քեզ ինչ խնդիր ունես, բայց մի աշխատանք է պետք ամսեկան 300,000-ի։ Սոցիալ նախարարես մարդի հարցերը լուծի, մյուսն է մոտեն, այս ինչ նախարարեց մարդի հարցերը լուծի, ինչ անտրակաշարք չի էդի։ Նույն անտրակաշարքով հետո ԿՊ-ն քիչ փողեր չի ծախսել։ Որտեղից իրանց այդ գումարները հարց էլի։ Եթե դուք աշխատավարձով ապրող մարդիկ եք, այդ միլիոնները, միլիարդները, որ հանել եք, չգիտեմ, շոուներ եք անում, ձեզ որտեղից։ Կարում են այդ հարցին պատասխան տան։ Հիմա բոլորին շատերին է դա հասկանալի ու տեսանելի։ Ու նույնիսկ որոշ քաղաքական գործիչներ ինչ են ասում են դե ուրեմն մենք էլ պետք է մտածենք ինչ որ մի ձև փող աշխատենք, որ կարողանանք սրանց հետ մրցակցենք։ Իմ կարծիքով մենք ոչ թե պետք է իրանց խաղի կանոնները ընդունենք, այլ թելադրեն ժողովրդավար ուժեր ու հասարակությունը արդար խաղի կանոններ, որ փողով չի որոշվում։ Փողով չի որոշում, եւ այդ սկզբունքները փորձեն ներկայացնել, օրինականացնեն ու տեսնեն ու մտածեն թե ոնց են այս ճանապարհով շարժվում։ Իմիջիալոց միջազգային փորձը կա։ Սա ուղղակի պետք է նստել, ուսումնասիրել, հասկանալ։ Եթե որոշ բաներ հասցրել եմ նայեմ, ուրեմն եթե միջազգային օրենքներով առաջնորդվենք, բոլոր այդ կուսակցությունները, որ ազգային ժողովում են, պետք է լուծարվեն։ ԿՊ-ն էլ նույն ձևի։ Այն հենց այդ գումարների պատճառով, այդ ատելության խոսքի տարածելու պատճառով միջազգային օրենքներն են թելադրում։ Ու երբ որ նայել եմ թե Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան ինչ սահմանափակումներ են դնում կուսակցությունների վրա, բայց ընդդիմությունը ինչ որ ազգի խմբի չի թերախավորել, չէ՞։ Իշխանության ներկայացուցիչներն են հիմնականում անում։ Բա գումարները, բա կոռուպցիան, բա այդ քրեական գործերը իրանց վրա։ Եվ ծախսած գումարները, այ ասում եմ, Ֆրանսիան, Գերմանիան, Անգլիան այնպիսի սահմանափակումներ ա դրած կուսակցության գործունեության վրա եւ ընտրությունների մասնակցելու ժամանակ այդ քարոզարշավի վրա, թե ինչքան դու կարաս ծախսես, ինչքան բարեգործություն կարա քեզ լինի, ինչքան չի կարա լինի։ Նենց սահմանափակ, ու եթե այդ բաները խախտվում է, այդ կուսակցությունը իրավունք չունի ընտրությունների մասնակցի։ Եվ սա միջազգային փորձն է, սա միջազգային իրավունքն է։ Եվ այ ասում ես ինչի մասին եմ մտածում, նման բաների մասին եմ մտածում, թե ոնց է դա կարելի Հայաստանում կյանքի կոչել եւ որպես ընտրությունները լինի ընտրությունների պես, ոչ թե միլիարդատեր այ կգամ էս կանեմ, մենք կանեմ, ոչ մեկ էլ ոչ մի բան չի անելու։ Իրանք բոլորը իրար հետ են աշխատում եւ բոլորն էլ թելադրվում են Պուտինի կողմից։ Եվ այդ թելադրանքով է, որ ընդդիմությունը գնացել է որոշում կայացրել մանդատները վերցնի ու օրինականացնի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Գնաց Ռուսաստան, ով գիտի ինչեր է խոստովել, պետության շահերելի դավաճանել, ոնց որ միշտ են արել բոլորը։ Այն էլ դերից ասելա գնացեք քաղաքական եզրակացությունն է կարծիքս։ Գնացեք մանդատները վերցրեք, ես ձեզ ասելու եմ դուք ինչ անեք։ Ձեր խոսքից նաև նկատել եմ, որ Նուբարաշենի պայմանների մասին եք բարձրաձայնել եւ արդյոք նպատակ ունեք նման իրավապաշտպան գործունեություն իրականացնել։ Ես հուսով եմ, որ իրավապաշտպանները եւ հասարակական կազմակերպությունները այդ հարցով զբաղվում են ու կզբաղվեն։ Ինձնից ինչ աջակցություն, ինչ որ իմ հնարավորությունների չափով ես կարողանամ օգնել, միանշանակ օգտակար կլինեմ այդ գործին ու գիտես ինչու՞մն է։ Դա միայն խնդիրը նրանում չէ, որ մարդկանց տանում են անտանելի վիճակում գցում առողջության են վնաս տալի եւ այլն։ Այդ մի կարևոր հարց։ Մի ուրիշ կարևոր հարց էլ կա։ Այ մարդուն բերում են գցում այդ խոցը։ Իրան մտցնում աչքայինի վեճ, մարդը նյարդային անում է։ Ու սկսում նյարդային տենց բաներ անելու, այ որ հելն եմ, ես մեկի աշկն եմ հանելու, մյուսին եմ պատժելու, քնիչին, դատախազին, ես մեկ։ Պրոստը այդ վիճակից ելնելու։ Ու այդ սա արդեն այդ հայտարարությունները, այդ զորուսները որ անում են, իրանց քրեական գործերի վրա սկսում է ավելանալ։
ու դժվարացնել իրենց վիճակը։ Բայց այդ մարդիկ մեղք չունեն ու մեծ հավանականությամբ որ դուրս գան նման բաներ չեն անելու։ Բերում են գցում նենց վիճակում, ասում եմ, այդ մարդկանց ամեն նյարդային զրույցը իրենց գործի վրա ծանր անդրադարձ է տեղի ունենում։ Այսինքն սա նաև այդ օրենքի իր արդարադատության խնդիրն է, որը որ կեղ բանան միսկաժացալն եմ այս նման մոտեցումով։ Շատ կարևոր է սա, որպեսզի որտեղ այդ պայմանները մարդկանց կարգի բերի։ Իսկ Նուբարաշենի պայմաններն են ավելի վատ, թե Շուշիի։ Այ Շուշի Նուբարաշենը այդ առաջի հարկը, չգիտեմ Շուշիում երկրորդ հարկում է։ Նուբարաշենը առաջի, ու կարևորը գիտես ինչու՞մն է, հենց հացադուլավորների խուցն է ամենավատ պայմանում։ Այն մարդիկ, ովքեր որ առողջական ամենածանր վիճակում են, իրանց տարել ամենավատ խուցը, նույնիսկ ավելի ծանր, ավելի վատ, քան պատժախուցը, այդ կարծերը։ Ճիշտ է, կարծերը չեմ հասցրել բան անեմ, ընկնեմ, բայց դե ասում են, որ կարծերը մենքան խոնավ չի, ինչքան այդ պատժախուցը։ Եվ դա սա մասին խոսացել եմ ես նույն MIP-ի հետ, ես համակարգային եմ ներկայացրել, որ սա համակարգի խնդիր է։ Քանի որ դուք մեղքը գցում եք ներքևի զվենոյի վրա, որ եթե հանկարծ մեկի հետ մի բան ալնում, մի բան ապատահում այդ հացադուլավորների, մեղավորը դե պարապաշիկ էր սմենի պետա եւ այլն, որ չի կարողացել համոզի, որ այդ վիճակից դուրս գա, բայց դե գայիք համոզեիք, նախարարը գար համոզեր։ Հիմա մեկը ես եմ օրը 60 անգամ գալիս են խնդրում, չգիտեմ ինչ որ զուրուսներով բանով, որ այս վիճակի որ հացադուլու չշարունակեմ։ Ես եմ երկու ոտս դրել եմ մի կոշիկի մեջ, ուզում եմ գլխի վրա կայնի, դուրս չեմ գալի հացադուլից, որ հետս մի բան գլխի այն մարդը մեղավոր։ Քիչ է կարգավորում այդ բանը, գործընթացը, որ եթե աշխատողը իրենից կախված է սա, այս քայլերն, որ արել է, արդյունքի չի եղել, մեղքը իրանը չի։ Այդ աշխատողներն էլ որպեսզի որ իրանց նկատողություններ, չգիտեմ, կարիերայի վրա խնդիրներ չլինի, իրանք արհեստական պայմաններ են ստեղծում, խոչընդոտներ են, խնդիրներ են ստեղծում, որպեսզի մարդիկ չգնան հացադուլի, ոչ թե ելնելով նրանից, որ ասենք չդիմացան եւ այլն, այլ վիճակն ավալ։ Էսա ամբողջ խնդիրը, որ մարդկանց տարել են այդ ամենածանր, ամենավատ խցում հացադուլ անելու համար։ Ավարտենք, իդեպ հարցազրույցի ընթացքում մեկ անգամ դուքով եմ դիմել, երկրորդ անգամ դուով։ Մենք վաղուց ենք իրար ճանաչում, կարող ես նենց էլ դիմես, հենց էլ դիմես, ոչինչ նորմալ է, ես չեմ նեղում։ Իսկ բայց նախքին էներգետիկատ կարծես դեռ չկա։ Նախաբանտային այդ էներգետիկան միջև ես չես վերականգնվել։ Մի քիչ նվաղ է ձայնդ։ Դες ձայնի որոշ խնդիրներ, բան եւ այլն դեռ մտքերս, նպատակներս, կամքս նույնն է ու չի փոխվելու, դե բայց դուրս գալը այտենց նույնիսկ մի ամիս դուրս գալու դեռ բուժումներ եմ, բայց ես չեմ ուզում sense բաների մասին խոսել։ Առողջական խնդիրներից մասին ես խոսում եմ բժիշկիս հետ, բայց էներգիա ստեղն է, չէ՞։ Այդ մեկի հետ համաձայն չեմ այլ։ Էներգիա ստեղն է, կամքը ստեղն է, որևիցե նպատակից ես չեմ հրաժարվել եւ սպասում եմ պատրաստ եմ կամայական զարգացումների կապված է դատական process-ների հետ, իշխանությունը ինչ կփորձի գլխի սարքի եւ այլն։ Նույնիսկ ավելի շատ բաների սպասում, ավելի, в общем, բայց էլ չշարունակենք։ Ուզում եմ ասեմ լրիվ են ատեղը, հենց չմտածես լրիվ լավ ալելու, մենք հաղթելու ենք։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Շնորհակալություն հրավերի համար։